Ինչքան ենք զգուշացրել ձայների չփոշիացման կարևորության մասին։ Ձայների ուղիղ 13%-ը փոշիացել է այս ընտրություններում։ Եվ ցավոք սրտի, մեր սահմանադրության, բայց հատկապես ընտրական օրենսգրքի անկատարության բերումով ձայների 49% ստացածը, այսինքն փոքրամասնություն ստացած ուժը, փաստացի ստանում է 52% պլյուս մանդատներ եւ ձևավորում է կայուն մեծամասնություն, ոչ սահմանադրական, բայց կայուն մեծամասնություն։ Ժամանակին 54% էր կայուն մեծամասնությունը, իջեցվեց 52-ի, էլի շատ է։ Եվ ընդհանրապես 4% անցողիկ շեմը սարսափելի բարձր թիվ է հայաստանյան քաղաքական միջավայրի համար, ըստ իս մեկ առավելագույնը 2% պիտի լինի։ Այդ ժամանակ խորհրդարան 7-ից 8 ուժ կանցներ ու բոլորը ընդդիմադիր։ 13% է փոշիացվել 100,000-ից ավել ձայն այս ընտրություններում ու բոլորը ընդդիմադիր ձայներ Էդգար։ Արման Թաթոյան, Հայկ Մարության, Դոկ, բոլորը ընդդիմադիր ձայներ են, տարբեր բնույթի, բայց իրենք բոլորը ընդդիմադիր են։ Եվ այս կտրվածքով, եթե այս համապատկերում ենք նայում, Նիկոլ Փաշինյանը պարտվել է այս ընտրությունները։ Ցավոք սրտի, չգիտես թե ինչ աճպարարություններով գրված ընտրական օրենսգիրքը նրան հնարավորություն է տալիս 49%-ի դեպքում խորհրդարանում ունենալ 52% պլյուս մանդատներ, բայց իրականությունը այն է, ուղիղ ժողովրդավարության բերումով Նիկոլ Փաշինյանը չպետք է խորհրդարանում ունենար մեծամասնություն։